Ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ մեզ դիտել մեր մուլտիմեդիա հարթակներում։ Այս պահին սկսում ենք ցանցի մարտիկ հաղորդումը, մեր տաղավարում հետաքրքիր հյուր ունեմ Ռուբեն Մելքումյանը, ով հումորային բլոգեր է։ Ռուբեն ջան, բարի օր։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ դուք վերջապես մեր տաղավարում եք։ Սիրում եմ հումորային բլոգերների հետ զրույցը, որովհետեւ միշտ համեմված է լինում հետաքրքիր հումորային պահերով, հուսամ դուք էլ կապահով եք դա։ Կփորձեմ ամեն ինչ անել։ Ինչպես սկսեցիք ձեր բլոգը։ Այ իրականում այդ հարցը շատ են տալիս ու կոպիտ ասած արդեն անգիր արած պետք է լինի։ Մեզ ուրիշ ձև պատմեք։ Ինչպես որ պատմել եք, այդ դրան մոռացեք, սկսեք նոր տողից։ Ես ի սկզբանե եղել եմ տենց ինչ որ տոքսիկ վիդեոներ նկարող մարդ, այսինքն փորձել եմ կպնեմ ինչ որ մի մարդկանց տեսակի ու վիդեոներ սկսել եմ ես կաֆեների վերաբերյալ վիդեոներ նկարեմ, օրինակ չգիտեմ, Պուշկինի վրա կան էսթետիկ կաֆեներ, որտեղ նստում են էսթետիկ աղջիկը MacBook-ներով։ Ու ամեն անգամ ու դա իմ աշխատանքի ճանապարհին էր, ես այսինքն մետրոյից դուրս էի գալի, Պուշկինով գնում եմ աշխատանքի վայր ու ես այնց առավոտ 9-ին տենում եմ նստած ու այդ ամբողջը իմ վրա ազդում էր։ Ինչի՞ բայց։ Դե ոնց որ առավոտ լողացել ես, հագնվել, քսվել ես, շորերը դες հաղթուկ է, որ գաս կաֆեում նստես։ Նորմալ չէ։ Աշխատող երկիր է, չէ՞։ Հա, բայց նայում ես չեն աշխատում, ուղղակի եկի նստել են։ Նու որ ցույց տան մակունեն like busy են, տենց։ Ու տենց իրենց վերաբերյալ սկսեցի վիդեոներ նկարել ու բավականին մեծ ակտիվությամբ սկսեց տարածվել։ Որովհետև դա բոլորի վրա էր ազդում։ Այո, բոլորի վրա ազդում էր, բայց ոչ մեկ դրա մասին չէր խոսում։ Դուք եղաք այդ համարցակը։ Ես եղա այդ առաջին սպարտանիեցը կոպիտ ասած։ Շատ էին ձեզ քննադատում նաև։ Ես շատ եմ մտածում, որտեվ նենց կոնտենտ էի վարում, որ պալուբոմու գոնե մի հատ քֆուր պետք է տային, էլի ձևի համար։ Բայց չէ, այսինքն հակառակը ոնց որ կոպիտած մարդկանց ներքին ձայնն էի արտացոլում իմ վիդեոներում ու սիրվեցի։ Բայց դուք նպատակ դրել եք ի սկզբանե, որ այ հենց դրա հիման վրա դուք կարող եք լսարան ունենալ, մեծացնել ձեր լսարանը, որովհետև տարբերվելը եւս այսպես առիթ է, չէ՞, դառնում մեծ լսարան ունենալու։ Ես այնտենց գլուխ չգովամ, բայց կարամ հստակ ու ոնց որ ասեմ, որ ես ի սկզբանե իմ կոնտենտը միշտ տարբերվել է, այսինքն ես նույն կոնտենտը չեմ արել ինչ որ ուրիշ մեկը, դա էլի խնդիր չի։ Բայց իմ կոնտենտը եղել է կոպիտ ասած առաջինը Հայաստանում երբամ, որ զուտ խոսալով քայլում եմ, ինչ որ մի բան են կպնում եմ, ինչ որ տենց սատիրա որ ասում են, այդ էր իմ հիմնական ուղղվածությունը հումորային։ Իսկ ինչու որոշեցիք այ ձեր այդ ներքին անհամաձայնությունը, որ տեսել եք օրինակ սրճարաններում մարդկանց նստած, ովքեր ոչնչով չեն զբաղվում, բարձրաձայնել։ Ինչու որոշեցիք հանրայնացնել այդ թեման։ Ուրիշներն եմ միանան, տենց սաղովի բան բացվենք, միս ծամենք։ Ոսկորները լվակ բոլորի։ Ասենց ունն է այդ բան ցանկությունը, ասենց թքեի դուս է թույնս էլի։ Ու մարդիկ է միասին բոլորովը սկսեցին թքել։ Իսկ ձեր հետևորդների մեջ կան այդպիսի մարդիկ, ովքեր գրել են, որ այ մենք օրինակ այդպես ենք անում, բայց դա կապ չունի ձեր քննադատությամբ։ Հա, կան ու ինձ է դա դուր գալիս, որ այդ մարդիկ, որ նու կոպիտ ասած յանց կպել եմ, իրանք շատ հումորով են վերաբերվել, իրանք չեն վիրավորվել, որտեվ ես իմ վիդեոները շատ իմ այդ վիդեոները շատն են ցեր, որ սաղոցի վրով եմ ես քայլում, եթե ինչ որ սխալ բառ ասել կամ սխալ նախադասություն, դուս կգա, որ ես ուղիղ իրանց վիրավորում եմ, բայց ավելի շատ այն սատիրա կամ փորձում եմ կծել, չգիտեմ ուժ ձևով։ Վիրավորանք չլինի, այսինքն կարմիր գծերը չեք հատում։ Իսկ ոնց եք կարողանում այդ ճիշտ չափը ձևակերպել, կարողանալ այդ գծերը չանցնել, որովհետև հումորի մեջ դա շատ կարևոր է իրականում։ Հումորի մեջ իրականում դա շատ դժվար է, բայց ես ունեմ իհարկե այդ ժամանակաշրջանում չունեի բլոգեր ընկերներ, ում կարայի ուղարկեի իրանք նային, իրանք իրանց կողմից մի հատ ֆիլտրեին։ Բայց այն ժամանակ ոնց որ նոր եմ ու ես շատ վախեցած էի, որ հանգած ոչ մի բան չասեմ, որտեվ նոր բլոգերներին ու նոր մարդուն սոսկայքում, մանավանդ TikTok-ում, մեկին մեկա, որ հա հասարակությունը կսկսի քրֆել, ատել ու սարքել ինչ որ մի հատ տրեշ կերպար։ Իսկ հիմա օրինակ ենթադրենք հումոր եմ նկարում, բայց հիմա օրինակ вообще չունեմ ինչ որ կծողական թեմաներ վիդեոներումս։ Ես ուղարկում եմ Ռաֆուին, Ռաֆուն է նայում, դե ավելի բան չխոսամ, սխալ բան չխոսամ ու տենց մնում ենք սաղոցի վրա կայնած։
Կարողացաք ինչ-որ կարծրատիպեր կոտրել ձեր կոնտենտով կամ վերաբերմունք փոխել հանրության մեջ, զգացել եք, որ այդ փոփոխությունը այ դուք բերեցիք։ Փոփոխություն տենց ասեմ չէ, դուրս եկա, որ մարդիկ հենց այդ մարդիկ սկսեցին իրանք սամաիրոնիա ցուցաբերել, այսինքն ես այդ այլանդակն եմ, որ MacBook-ով նստած եմ ու այդ սամաիրոնիան կար։ Իրականում իմ առաջին այդ նպատակն էր, որ մարդիկ զուտ հասարակ լինեն, չփորձեն ցույց տան ավելի իրենց կարևոր։ Ես տենց էի ընկալում, կարող եմ միգուցե եւ տենց չի MacBook-ով կաֆեում նստելը։ Բայց դե ոնց էր, չէ, չունեմ տես ինչ որ նպատակ, որը հասցրեցի հասարակությանը։ Այ ես շատ եմ լսում, որ բլոգերները ասում են, որ կյանքը Instagram-ում այլ է, իսկ իրական կյանքում այլ եւ շատերը միշտ չի որ ցանկանում են եւ փորձում են ցույց տալ իրենց իրական դեմքը։ Օրինակ այդ կերպարի մեջ են մտնում, խոսքը հումորայինի մասին չէ։ Դուք ո՞նց եք անում իրական կյանքում Ռուբենը եւ Instagram-ում, TikTok-ում եւ մյուս հարթակներում Ռուբենը նույն մարդն է։ Դե որ ասեմ շատ տարբեր եմ ու լրիվ տոտալ տարբեր մարդիկ ենք, ես Սոսկայքում ու Սոսկայքից դուրս չէ, կխափեմ։ Ես ուղղակի տեն շատ խոսկան չեմ։ Կարամ նստեմ ժամերով, ինձ միջև հարց չտան, ես չեմ խոսա։ Իսկ ո՞նց է ձեզ մոտ ստացվում կոնտենտ ստեղծելիս այդքան խոսել։ Բարդ է տրվում դա ձեզ։ Չէ, կարող է երկար նախադասության դեպքում սկսում եմ կակազել, որտեղ չեմ կարողանում զուտ արտասանեմ, դա մի 300 դուբլից հետո ստացվում է։ Բայց չէ, հենց դա վիդեոները չգիտեմ կոնտենտ բլոգերներ, որ իրական կամերայից դուրս են կողմ ուրիշ մարդիկ են, բայց մենք հումորայիններս հա ունենք ինչ-որ սահմանափակումներ։ Օրինակ մենք հումորային բլոգերները չենք կարա լայֆստայլ բլոգերների պես խոսանք մեր տխուր կյանքի պահերից, մեր հույզերից։ Որովհետև ձեզ լսում են այլ բանի համար։ Մեզ լսում են լիցքաթափվելու, ինչ-որ ծիծաղալու համար եւ այլն եւ այլն։ Հիմա իմ առաջնային նպատակներից մեկը դա որ ինչ-որ չափով էդի կարողանամ կոտրեմ, որովհետեւ գալիս է շրջան, որ դու ուզում ես կիսվես ու ստանաս քո հետևորդի աջակցությունը, ասենք քո ինչ-որ կյանքի դժվար պահերի վերաբերյալ։ Հիմնականում դուք սթորի բաժնում եք, չէ՞, այդպես ավելի շատ անկեղծ լինում։ Հա, դե ու ո՞նց է գնահատվում ձեր լսարանի կողմից։ Շատ լավ է գնահատվում։ Այս վերջերս դե ընտանիքիս անդամ եք կորցրել, ես տենց աջակցություն երբեք չի ստացել եւ ինչքան հետևորդ ունեմ, այդ նույն քանակին ինձ գրել էր ու էդի ինձ բավականին մեծ ուժ էր տալիս ու բացի այդ մի հարցից էլի շատ հարցեր են բարձրաձայնել, որ իմ հետևորդները ողջունում էին ու դա համար սարքեցի, որ դա արդի թեմա է։ Բոլորը մտնում են Instagram հումորային կոնտենտ նայելու համար, շատերը իրենց տխուր պահերին, իսկ ինչ անում այդ ժամանակ հումորային բլոգերը, ինքն էլ է իր կոնտենտը սկսում թերթել, թե ունեք դուք մարդկանց, ովքեր էլի զբաղվում են հումորային կոնտենտով։ Իսկ ձեր կոնտենտը ձեզ դուր գալիս է, դուք թերթում եք հաճախ։ Հա, անպայման։ Եթե ինչ-որ մի բան դուրս չի գալի, ես յան չեմ ջնջում, այլ արխիվ եմ գցում, դա հիմնական այն հին վիդեոներն է կաֆեից, ես նայում եմ, ասում եմ, ռոբոյս ինչ է անում, ես ինչ տրեշ է։ Չգիտեմ, ընդ անգրագետ խոսքս մի քիչ տենց, իսկ հիմա ավելի շատ պրոֆեսիոնալ է, պետք է գրագետ գոնե խոսքդ լինի, սիրուն գոնե։ Չէ, հիմիկվա վիդեոները շատ եմ նայում, հիմա գալուց նայում եմ վիդեոս լավն է, լավը չի, նայում եմ որ մասն հա հետևորդներից դուր եկե, որ նախադասությունն է ֆիքս է։ Չէ, անպայման նայում ենք։ Մենք էլ ենք նայում, հիմնականում արտասահմանյան ամերիկյան հումորային բլոգերներ կան, որ ուղղակի կոնֆետ կային։ Ու իրանք տալիս են մեզ այդ մտքերը, որ կարանք կոպիտ ասած գողանանք, փոփոխենք։ Հասկացա։ Ուզում եմ մենք կոնտենտի ստեղծումից սրուցենք։ Ինչպես է ստեղծում գաղափարից մինչև արդեն հարթակում տեղադրում։ Ոնց է գեներացնում այդ ամենը։ Ինչից է սկսվում այս ամբողջ պատմությունը ի վերջո։ Դե իմ հիմնական շարքը հիմա ինչ որ ընկերն է, ու հիմնական այդ թեման վերցվում է իմ շրջապատից, իմ ընկերներից, օրինակ կոլոտ ընկերը, իմ նեղասկոտ ընկերը, մրսող ընկերը, ամբողջը վերցվում է իմ ընկերների կողմից, տենց ինչ չգիտեմ ոնց ասեմ։ Իմ ընկերների կողմից, բայց կան դեպքեր, հա, որ ես ստիպված չասեմ, բայց նստում մտածում եմ նենց ընկերոջ տեսակ սցենարային, որ համ հետևորդս նայի, համ հետևորդս ուղարկի իր ընկերոջը ու այդ վիդեոյի ստատիստիկան ապահովի, որ իրար ուղարկեն էս անեն, բայց իրականում մեկ-մեկ լինում է, որ շատ դժվար է կոնտենտ օրինելը, սցենար գրելը, մանավանդ այդ գաղափարն էլ, որ մտածել այ ընկերների տեսակների մասին խոսել, որտեղից է առաջանում, էլի փորձում եք այլ տեղերից ուսումնասիրելով փորձել ադապտացնել հայաստանյան։ Մտածում եմ ուղղակի։
Այսպես նստում եւ այդ ես նստում մտածում եմ սենյակում, իմ հին վիդեոներն եմ նայում, Ռաֆրոյի վիդեոներն եմ նայում, էլի sense վիդեոներ եմ նայում, դենամ ինչ եմ բաստող, ինչ ընկերոջ տեսակ եմ բաստող է, ինչը կիրոջ տեսակա մնացե։ Ու ես հետո ասենք կոլոտ ընկերոջս տենց վիդեո ունեմ։ Ես այդ կոլոտ ընկերոջից 4 վիդեո եմ արել։ Ինքը շատ սիրվել է, այսինքն ես կարամ նեղասկոտ ընկետ անեմ, իջև չզզվեն կոպիտ ասած։ Այտենց, բայց սցենարային կարող եմ սկսնակ բլոգերներին ասեմ, փորձեք օգտագործեք արհեստական բանականությունը։ Դա ոնց որ իմ առաջին նպատակներից մեկն է, որ մարդիկ չվախենան դա օգտագործեն։ Օգնում է ձեզ։ Որ ասեմ full սցենարագրումը չէ, բայց մտքեր տալիս է։ Իրա ինքը ոնց որ հայերեն սիրուն չի կամ գեներացնի։ Ինքը կարող է ամերիկական հումորներ գեներացնի, որը Հայաստանում вообще ոչ մեկ չի խնդրել։ Ընկալելի չի, չէ՞։ Իմաստային տեսակ։ Ինչ որ մտքեր կարող է տա։ Դա էլ է բայց օգնություն։ Կոպիտասես ոչ մի բան չես կորցնում։ Դե հա, օգնող երկրորդ ընկեր է, էլի կարելի է այդպես ասել։ Արհեստական բանականությունը օգտագործել ChatGPT։ Ինչքան ժամանակ է որ դուք փորձում եք օգտվել այդ հնարավորություններից։ Դե ես քանի որ աշխատում եմ IT օֆիսում, մեր սկզբնական ոնց որ հիմնական նպատակը այդ արհեստական բանականությունը տարբեր ծրագրերի մեջ ներգրավելն է։ Ու так что կարելի ասել ես ամենասկզբից դրա գոյության մասին օգտագործելը գիտեի։ Չեք վախենում մի խոսքով։ Այն վախը որ կա, ոյ արհեստական բանականությունը կգա եւ մեզ կուլ կտա, դուք հակառակը փորձում եք։ Շատ մասնագիտություններ են ուշ թե շուտ սկսելու կոպիտ ասած ոչ թե մասնագիտություններ, այլ սկսնակ մասնագետները, օրինակ գրաֆիկ դիզայներները արդեն բավականին մեծ վտանգի տակ են գտնվում։ Իսկ UI UX դիզայներները էլի կարելի է համարել, բայց UI UX դիզայները մի քիչ ավելի շատ մտածելու աշխատանք է, այլ ոչ թե ուղղակի պատկերի։ Իսկ գրաֆիկ դիզայնը պատկերային աշխատանք է, էլի, պատկեր է ստեղծում։ Ձեր կոնտենտից հետաքրքիր էր նաև անունների հատվածը, ես դա ֆիքսել եմ, ու ինձ միշտ հետաքրքրում էր, էլի, ինչպես եք կարողանում մտածել, որ այ այս անվան անունը կրող մարդիկ այս բնավորության գծեր ունեն, այս տեսակ են ու մեծ մասամբ դա համապատասխանում էր ու բոլորը դա հասկանում էին, որ դա համապատասխանում է։ Դուք ինչ որ մարդկանց շրջանակ եք վերցնում ուսումնասիրություն եք անում։ Ձեր պատկերացումն է ուղղակի։ Իմ պատկերացնում էր, օրինակ ենթադրենք ասում էին Մոնիկա պատկերացնում է ինչ տեսակի մարդ կլինի։ Հետո մի հատ հոգեբանական։ Հիմա ձեր պատկերացումներին համապատասխանում։ Վիճոսիական չեմ հիշում։ Այս բանին որ նայում եք համապատասխանում։ Ոնց որ այդտեղ աշխատում էր հոգեբանական ֆակտորը այդ շարքից։ Եթե անեի օրինակ տղաների անուններով, տղաները իրար չէին ուղարկելու, չէին նայելու։ Բայց երբ որ օգտագործում եմ աղջիկների անունները, ենթադրենք հենց Աննա։ Մարդը նույնը որ արդեն իր անունն է, ինքը իրան փորձում է այդ կոնտենտին, որ ես խոսում եմ, նմանեցնելու, ուղարկում է իր ընկերուհուն, ասում է նայի իմ մասին է, ընկերուհին է հաստատում է ու այդ վիդեոն սկսում է տարածվել։ Այսինքն դաժե եթե վիդեոն Աննայի մասին չէր, ինքը կփորձի այդ վիդեոյի մեջ մի բան գտնել, որ իրոքից իր մասին էր։ Իսկ դուք ավելի շատ ձեր թիրախում պահում եք աղջիկներին, թե տղաներին, ում հետ է ավելի հեշտ աղջիկները, բայց ասենց ասեմ, սոցիալական կայքում ավելի շատ բլոգերներին հետևում են աղջիկ, դա փաստ է։ Դա բոլոր բլոգերների ստատիստիկաներն է փաստում դա։ Որտեղ տղաները կարող է վիդեոն լայք են, կոմենտ են, ամեն ինչ անեն, բայց ֆոլո չեն տա։ Դա հայ տղայի կերպարն է, կերպարին բնորոշ է։ Հա, բնորոշ է։ Դուք օրինակ ո՞նց եք վարվում։ Ոնց որ խիտ են տղում ֆոլո տա, տենց հասկացողությունը հասկանում եք տղու մոտ։ Բայց իրական իմ տղաների ստատիստիկան բավականին բարձր է։ Եթե 100-ից 64-ը աղջիկն են, այն մնացածը տղեկն են։ Դա իմ համար բավականին լավ ստատիստիկա է։ Ձեզ անհարմար հարցեր հաճախ են տալիս, որ նեղացնեն կամ չգիտեմ, օրինակ հարցնեն ինչքան եք վաստակում։ Չէ, դե եթե այդ վաստակելս լուբոյի ցանկացած մարդ կարա գրի համագործակցության համար, ես գինը իրանց ներկայացնում եմ։ Չէ, համագործակցությունից դուրս լինում է որ գրում են կամ քննադատում են, այ դուք ոչինչ չեք անում, բայց մեծ գումարներ եք վաստակում։ Ես չեմ նեղվում։ Դաժե եթե ինձ տես բան ասեն, ես կարող եմ համապատասխան պատասխան իրանց հնչեցնեմ։ Չվիրավորեմ, բայց ախշազրկեմ իրանց ասածը։ Բայց իրականությանը մոտ է դա։ Չէ, որտեվ նայեք, քիչ են աշխատում բլոգերները, բայց շատ են վաստակում։ Քիչ չենք աշխատում, դա էլ է բավականին դժվար աշխատանք։ Մեզ ներկայացրեք, ինչ եք անում։ Նայեք, պետքա դու համապատասխան կոնտենտ ստեղծես, գրագետ սցենար ստեղծես,
չվիրավորես ոչ մեկին, ոչ մեկի արտաքինը, ոչ մեկի ներքինը, ոչ մեկի հիվանդությունը չշեշտես, օրինակ հիմանդար ու նմանատիպ բառեր չօգտագործես, որը լուբոյ ցանկացած մարդուն կարող է դի վիրավորի։ Բացի դա նաև Instagram-ը չի սահմանափակում դա, հայկական բառերը չէ։ Հիմար բառը չէ, դեբիլ բառը չէ։ Պետքա նենց կոնտենտ ստեղծես, որ մարդիկ share անեն։ Այսինքն մենք ուղղակի վիդեո չենք նկարում, որ նայեն, պետք է նենց վիդեո լինի, որ share արվի, այսինքն վիդեոն տարածվի, դիտումներ հավաքվի։ Դա միանշանակ լավ է իմ edge activity-ության համար ու գովազդի։ Ու դա բավականին մեծ աշխատանք է։ Ես հիմա ցանկացած սցենար հիմա կայեմ գրեմ, բայց սցենար ասոք աշխատի բլոգինգում, թե չէ։ Դա մեկ։ Երկրորդը արդեն արտաքին կերպարն է, որ հաճելի լինի, գռեհիկ չլինի, զզվելի չլինի, ընդ չգիտեմ, զուգահանում տեսարաններ չլինեն, էլի դա օքեյ է, բայց դա արդեն մարքետոլոգների համար դու վանվում ես նմանատիպ բաներ անելը։ Ու դա էլ բավականին երկար մոնտաժը քեզ պետք է համապատասխան մարդ նկարի հասկանաս։ Ո՞վ է ձեզ օգնում այդ հարցում։ Հիմնական ընկերներս, վիդեոգրաֆ ընկերներս։ Օրինակ Ռաֆոն էլ է օգնում, բայց Ռաֆոն քանի որ մենք շատ ենք կռվում այդ ժամանակ, որտեվ ինքը իմ ուզածով չի նկարում, ես իր վիդեոները իր ուզածով չեմ նկարում, բայց իմ վիդեոգրաֆ Դիտավորյալ։ Չէ։ Իմ վիդեոգրաֆ ընկերը գիտի ոնց նկարի ինձ, իմ վիդեոների համար։ Մի խոսքով բարդ աշխատանք է, իրական մի քանի րոպեն ինչ որ երևում է էկրանից այս կողմ, դրա հետևում ժամերի աշխատանք է։ Ես 3 տարի է ինչ բլոգինգում եմ, նոր հեսա 40000 հետևող։ Շատ դժվար է մարդուն ստիպես, որ քեզ ֆոլո տա, հետևի։ Դա շատ դժվար է։ Շատ դժվար է նաև գովազդ վերցնել, չէ, որովհետև միշտ չի որ քո կոնտենտը գնահատվում է այնքան կարևոր, որ քեզ գովազդ առաջարկեն։ Գեհագետ ու գեղեցիկ կոնտենտ մատուցես, որ մարքետոլոգը իր գովազդը տենա քո վիդեոյի մեջ։ Դա շատ կարևոր է։ Ինչքան հետևորդից հետո եւ կոնտենտի ինչ փոփոխությունից հետո սկսեցին ձեզ արդեն գովազդի համար դիմել։ Ինչը ստիմուլ դարձավ։ Ես չեմ ուզում տենց ասեմ, բայց կարծում եմ արտաքինս ու խոսքս։ Սոտիկի ինչքան էլ ասենք արտաքինը կապ չունի, արտաքինը ինչ որ կապ ունի։ Իրականում, բայց զուտ եմ ասում, իմ կոնտենտը առաջինն էր։ Անկեղծ ու շատ մարքետոլոգներ։ Գնահատվողն անկեղծությունն է ամենաշատը գնահատվում, ոնց ես հասկանում եմ։ Իմ վիդեոներում ինչ խոսում եմ, ես տենց էլ կարծում եի։ Ու մարդիկ առաջինը, չգիտեմ, կոֆիքսներ, առաջինը օնեքսներ, որ հենց այդ իմ հին շարքից սկսեցին հետս համագործակցել։ Իսկ ինչպես եք կարողանում ձեր հիմնական աշխատանքի հետ համատեղել բլոգինգը, որովհետև շատերը դա անցալում են նաև որպես հիմնական աշխատանք եւ ասում են, որ դրա համար շատ ժամանակ է պետք հատկացնել 24/7 ռեժիմով աշխատանք ու միշտ չի որ կարելի է իրեն համատեղել այլ գործերի հետ։ Եթե դա իհարկե մոնտաժը քո վրա է, սցենարի ամբողջական այդ մտածելու process-ը ինքդ պիտի իրականացնես գրելուց մինչև տարածում, այսպես ասած։ Իրական սկզբում այդ խնդրին բախվել եմ, երբ որ արդեն կոպիտ ասած ստարտից անցել էի ու այդ ճանապարհի վրա էի բլոգինգի, այդ խնդրին բախվել եմ աշխատանքի վայրում խնդիրներ, որ բլոգինգս խանգարում էր արդեն պրոդուկտիվության աշխատանքի մեջ, այդ ամբողջ խնդիրներին ես բախվել եմ աշխատանքի տեղ, իմ հետ են խոսում, որ կամ ընտրի ես կամ են, բայց եկանք են եզրահանգմանը, որ ինձ ու արձակուրդ էր պետք, ու հիմա կարելի ասել ֆուլ ներդաշնակ եմ համ աշխատանքիս, համ բլոգինգիս հետ, մեկը մյուսին էլ չի խանգարում ընդհանրապես ինձ, ոնց եմ համատեղում, բացի ձմեռվային, ձմեռը չեմ հաշվում, որտեղ շատ դժվար է ձմեռը, իմ աշխատանքը վերջանում է 7-ին, 7-ից մինչև ժամը 9 դեռ լույս է, այսինքն համապատասխան ժամը վիդեո նկարելու համար, որը իմ համար իդեալական է։ Այդ ժամին եմ նկարում, ունեմ ընդմիջում մոտավորապես ժամ-ժամուկես, այդ ժամանակ եմ շատ վիդեոներ այդ ժամերին եմ նկարում։ Մոնտաժս անում եմ գիշերը, այսինքն ես փորձում եմ իմ ամբողջ օրը օգտագործել, ոչ թե աշխատանքային ժամերը։ Իրական համատեղելը ճիշտ է, որտեղ բլոգինգը ինչքան է փողաբեր ու արդյունավետ աշխատանք լինի, ես յան մասնագիտություն իմ համար դեռ չեմ համարում, որտեղ ես ունեմ բավականին։ Ինչն է պակասում։ Որ ստաբիլ չես ստանում, ստաբիլ աշխատավարձ, հասկանում եք, այսինքն ցանկացած պահին դու կարաս հետաքրքիր չդառնաս մարքետոլոգի համար։
ցանկացած պահի դու պետքա կոպիտ ասած պայքարես գովազդի համար։ Իսկ ես ունեմ աշխատանքը չեմ պայքարում գովազդի համար, մարդը որ ուզում է իմ համար իմ հետ գովազդ գրում է։ Էդի արդեն ես եմ ընտրում, ուզում եմ, չեմ ուզում, որտեվ կոպիտ ասած գումարային խնդիրը իմ աշխատանքի շնորհիվ հակասում է։ Այո, չեք լուծում այդ դաշտում գումարի խնդիրը։ Իսկ ձեր հետևորդները գնահատում են դա, որ դուք շեշտը չեք դնում գումար վաստակելու վրա, որովհետև լսարանը միշտ ընկալում է, թե ինչ է անում բլոգերը եւ ինչի համար է անում դա։ Անկեղծ եւի ասեմ, իմ հետևորդները տարբերվում են, ուրիշ են, անկեղծ ասեմ, երբևիցե ոչ մի տեսակի կոմենտ վատ կամ ոնց են ասում, փնովող կոմենտ ես չեմ ստացել։ Գովազդասախ, նա ինչի շատ գովազդ ունեմ, ինձ էտա շատ գովազդ չունեմ։ Չէ, չեմ ստացել։ Իմ հետևորդներին սա դուր է գալիս, որտեվ ես ոչ թե գովազդ եմ անում, մի քիչ տարբեր են, գովազդային հոլովակ ուրիշ է, գովազդային ինտեգրացիա վիդեոն ուրիշ է։ Թաքնված գովազդի տեսքով, այո։ Թաքնված գովազդը ընդհանրապես չի խանգարում քեզ դու դիտել վիդեո, որ նայես վիդեոն։ Ձեր ամենասիրած տեսանյութը, որ ստեղծել եք, ամենահումորայինը, որ ձեզ համար դեռևս շարունակում է լինել առաջին հորիզոնականում, դա որն է։ Դա այդ իմ վաղվանից շարքն է, իրական էլ չեմ անում, որտեվ կոպիտ ասած ոչ թե էլ չեմ ուզում, այլ այդ շարքը վերջացավ, ինքը սպառվեց որպես շարք։ Այդ շարքը շատ է սիրում, որտեվ բացի հումորայինից ես ուզում եմ ավելի շատ կինոշնի էֆեկտներով վիդեոներ ստեղծեմ, որը չեմ կարող, որտեվ ինքը ակտիվ վիդեոներ չէ։ Կեսի մի նշան է, որ պետք է աշխատես նես կոնտենտ ստեղծես, որ դիտումներ հավաքի։ Հումորայինները դիտում հավաքող վիդեոներ են։ Այո, ամենաշատ դիտում հավաքողներ երևի։ Իսկ ընդ չգիտեմ, դորամա շարք է անում, իրանք էլի ինչ որ նիշե վրա են աշխատում, բայց դիտումները արդեն փոքրանում են։ Այդ վաղվան շարքը շատ է իսկի, ինչ որ վախենալու, բայց դա էլ բավականին բարակ սառոցի վրով է քայլում, որտեվ մի հատ սխալ բան ասեի արդեն իսկ մեղադրեին երեխաների բռնության։ Էլի ընկերներին եք ցույց տալիս սցենարը մշակելուց հետո։ Հա։ Առաջին օգնականները միշտ ընկերներն են։ Լավ խորհուրդներ են ձեզ տալիս։ Որանց լավ խորհուրդ են տալիս, չէ։ Ոնց որ նախանձություն չեն անում։ Գիտեք հարցը որն է, որ իմ ընկերները արդեն իմ վիդեոների մեջ են, իրանք չեն կարող այդ վիդեոից ընկալեն նույն ձև, ոնց որ իմ հետևորդն է։ Հասկանում եք, իրանք արդեն հենց մասնագիտական խորհուրդ են տալիս։ Իսկ իմ հետևորդները ինչ է տամ, ինձ թվում է իրանց դուր կգա, ոչ թե վատ բան կտամ, այլ հումորի լեվել է, էլի։ Ինչ է տամ իրանց դուր։ Իսկ ինչ նորություններ են սպասվում ձեր էջում։ Բացահայտեք, խնդրում եմ, այս տաղավարում։ Շարքային էջում շարքի վիդեոների ինչ որ նորություններ դեռ չի սպասվում, բայց արդեն մի հատ նորություն է ստարտի դրվել, այդ իմ անհատական բիզնեսն է, սեղանի խաղը Հարի Փոթերի ֆիլմաշարի վերաբերյալ։ Ֆիլմի սիրահար եք։ Բավականին մեծ։ Իսկ ինչպես այդ գաղափարը առաջացավ, որ խաղ պիտի ստեղծեք։ Դա եղել է երեկոյան, երբ որ ես պարկած էի։ Ոնց որ Կրկին այդ նույն նստել եւ մտածել եք։ Ուղղակի դա պարկած էի։ Իրական այդ օրերին ես ու Ռաֆոն մտածում ենք կամ մեկս ինչ որ բիզնես սկսենք, որտեվ անկեղծ ես ողջևորված էի, օրինակ Եվա Ղարիբյանից, որ ինքը իր բիզնեսներ ունի, Եվա Գարդեն ունի, ու ոնց որ ինձ դուր էր գալի, որ եկավ այն պահը, որ ես պետքա բլոգերից նաև ինչ որ ուրիշ բանով զբաղվեմ, ու սենց պարկած մտածում եմ ինչ կարելի անել, ու այդ ընթացքում ասում եմ ես հայաստական բանականության հետ եմ շփվում։ Ու ինքը տես մտքեր տվեց ու ես տես խորացա այդ գիշերը սա օրենքները մտածեցի, հետո էլի ChatGPT-ի հետ սա քննարկեցի, դզեցի, փչեցի ու արդեն բանը հասավ տպագրությանը։ Ինչքան ժամանակ է պահանջվել այդ մտածելուց մինչև խաղը իրակ։ Այդքան կարճ ժամանակ։ Դե դա իրագործելն է մի ամիս, մտածելը տես մի 2 շաբաթ։ Բայց էլի կարճ ժամանակ է բիզնես սկսելու համար։ Ի վտանգը նրա մեջ էր, որ ես եթե հետաձգեի, կարող եմ հետաքրքրությունը փախնել ու չանեի։ Դա ման արագի մեջ ցնցին ցարել եմ, տպանին փող եմ տվել, որ հետ քայլ չանեմ։ Ու նախավաճառքը բավականին իմ ուզածով անցավ, այսինքն 30 խաղ էր նախավաճառքին դրված, 30 խաղներ վաճառվեցին։ Հիմա սպասում եմ հաջորդ այդ մեծ տպականակը գա ինձ հասնի։ Բովանդակությունը կներկայացնեք խաղի։ Բովանդակությունը դա այն էր, որ ես փորձում էի գնորդին մոտիկացնել հենց իրան, որ ինքը մտնի այդ կախարդական աշխարհի մեջ, մասնակցի դուելներին, ինքը մոգերի մենամարտը խաղի անունը, այսինքն դու կախարդական քարտերի օգնությամբ մենամարտում ես
հակառակորդ նոգի դեմ օգտագործելով Հարի Փոթերի կախարդանքները։ Երբ է բուն վաճառքը լինելու։ Բուն վաճառքը երբ որ տպանը իմ խաղը տա, բայց եւ իթե սկսելու եմ կանանց սառչի մարտի 8-ի տոնից։ Շատ ճիշտ ժամանակաշրջան եք ընտրել, կարծում եմ, շատ տղաներ իրենց սիրելիների համար կարող են։ Ինչ որ հետաքրքիր ակցիաներ եկան են։ Մենք եթերից առաջ զրուցում էինք, ձեզ հարցրեցի համարում եք բլոգինգը բիզնես, միանշանակ համաձայնվեցիք։ Եվ հիմա դուք երկու դաշտում եք, կարելի ասել բիզնեսով զբաղվում, բլոգինգի դաշտում եւ ձեր հիմնական բիզնեսի։ Ինչ տարբերություններ կան, ինչ նմանություններ կան ու հետաքրքրությունը, որ դաշտում ավելի հավես է, այսպես բիզնես անելը։ Ոյ բիզնես ասելով իմ աշխատանքը թե խաղս, որ արտադրում։ Խաղը, որովհետեւ այդ է ձեր հիմնական բիզնեսը։ Նայեք, մեկը մյուսի հետ սերտ կապ ունի, որտեվ ես ենթադրեմ 30-ը չէի վաճառի առանց իմ բլոգեր լինելու օգնությամբ։ Իսկ խաղս էլ ոչ մեկ չէր իմանա, ելի եթե ես բլոգեր չլինեի։ Ու չգիտեմ ոնց որ բլոգինգը շատ է օգնել։ Շատ է օգնում։ Իմ հետևորդներն են առել իմ խաղերը, կոպիտ ասած, որտեվ իրանք էլ են Հարի Փոթերի հետ ֆանատներ եւ այլն եւ այլն։ Մեկը մյուսին շատ է օգնում։ Որ բլոգինգը բիզնես է միանշանակ, դու ստանում ես եկամուտ, իսկ ինչը եկամուտ է, կարելի է համարել ինչ որ բիզնես։ Դու կոնտենտ ես վաճառում։ Դա արդեն բիզնես է։ Մարքետոլոգ համագործակցում ես տարբեր գործատուների հետ, մարքետոլոգների հետ, դա արդեն ինչ որ չափով բիզնես է։ Աշխատանք է, բայց ինչ որ բիզնես տենց բիզնեսի նրբությունները, այո։ Կան սահմաններ, որոնք աշխատում եք չհատել երբեք, կանոններ ձեզ համար։ Իրականում շատ է լինում, ինչ որ մի հատ post նկատելուց affect-ի տակ story անեմ, մի 2 րոպե հետո ջնջեմ։ Ես ու չեմ ուզում լինեմ այդ սպանտան կարծիք արտահայտող կերպարը, բայց կան բաներ, հա օրինակ չպետք է կպնես մարմնին, այսինքն չգիտեմ, գիրությանը չպետք է կպնես, չգիտեմ, այսինքն բուլի չանես, չվիրավորես արտաքին։ Իսկ հումորայինում, սենց ասեմ, հումորային աշխարհում կա սև հումոր ասվածը, որը չպետք է ինքը սահմանափակվի այդ օրենքների դաշտում։ Հումորը մնում է հումոր, հումորը չի փորձում ոչ մեկին վիրավորի։ Այսօր հումորը շատ հաճախ ընկալվում է, որ եթե 18+ է, ինքը հումոր է։ Եթե, չգիտեմ, վիրավորանք է, ինքը հումոր է, բայց կարծում եմ դա ժամանակի ընթացքում է այդ տեսքը ստացել, որովհետև հումորը իրականում դրա մասին չի, չէ՞։ Հա, որ նայեք, ոնց որ մենք ենք զարգանում, տենց էլ ինձ էլ հումորն է զարգանում։ Երբ որ տարիներ առաջ մեր պապի տատիները նստում կևեն էին անում ու այդ ցավոյնակ հումորների վրա ծիծաղում էին, այդ ժամանակ հիմա ով կխնդա։ Ես երբեք չեմ խնդա այն վիդեոների վրա, եթե ես 6+ հումոր անեմ։ Ու այս դեմքով նայում ես, ասում ես, լավ, ինչ կարես։ Ինտելեկտուալ հումոր, այդ ո՞րն է։ Որ եթե դու ոչ մեկին հումորը պետք է ինչ-որ սատիրա ունենա, ինչ-որ մեկին փորձես կպնես։ Ասենք իմ կորոտ ընկերոջս ես կպնում եմ, չէ՞, կերպարին, բայց չեմ վիրավորում։ Ոչ ես անելու, վա, ինչ-որ հումորային է, բանը չենք, պեպեն չենք են խոզուկ։ Սև հումորը Հայաստանում դեռ չի զարգացել սև հումորը։ Մենք ես ու Ռաֆոնս ես նստած սպասում ենք, որ զարգանա։ Դուք զարգացրեք։ Ռաֆոն սկսել է։ Ես դեռ այդքան էլ ռիսկ չեմ անում, որտեվ դեռ իմ սցենարների մեջ չեմ կարող հասկանալ, որտեղ կարելի է օգտագործել սև հումորը։ Բայց սև հումորը կամաց պետք է զարգացնել։ Սև հումորը ոչ մեկին չի փորձում վիրավորել։ Հակառակը, սև հումորը ամենաշատ մարդուն բան անողն է, ոնց են ասում, լիցքաթափվող բանն է, որ կպտում են հիվանդություններին, հիմա ասեն շատ վախենալ է հնչում, կպտում են հիվանդություններին եւ այլն եւ այլն։ Բայց սև հումորը մի ուրիշ բան է, չգիտեմ, ես շատ եմ։ Պետք է այդտեղ էլ սահմաններ ունենալ։ Միանշանակ ոչ մեկին բաց չես վիրավորում, այսինքն կերպարների մեջ ես փորձում, չգիտեմ, քֆուր չես տալիս, հայհոյանք։ Էդի առաջի օրենքն է, հայհոյանք չտալը։ Ռուսաստանում շատ սիրուն է զարգացած սև հումորը։ Միգուցե եւ արդեն սահմանը անցած է քֆուրին։ Դե այնտեղ բոլոր սահմանները անցնում են։ Բայց ես օրինակ իրանց կոնտենտը լակում կայա։ Այ TikTok-ի մասին երբ միշտ
իմ հյուրերի հետ զրուցում եմ, միշտ բացասական կարծիքն է ավելի շատ գերակշռում, որտեվ ասում են ժամանակին այդպես չէր ու հիմա փոխվել է։ Շատ վատ մասը է այնտեղ, վիրավորանքներն են շատ, պիտի մտնես, տեսանյութը դնես ու վազքով դուրս գաս այդտեղից։ Դուք ո՞նց եք վարվում ու ո՞նց եք գնահատում առասարակ հումորի համար ամենալավ միջավայր հարթակը որն է, որ կարելի է տարածել ու հնարավորին ընկալելի դառնալ։ Իրականում չես կարա սկսես բլոգինգը առանց TikTok-ի։ Քո հիմնական հետևորդներու բերումը հենց TikTok-ը։ Քեզ հիմնականում դիտում սկսում են ճանաչել TikTok-ով։ Ես ուղղակի այն ժամանակներում չեմ եղել TikTok-ը, առաջում ոնց էր։ Ես դեռ 2.5 տարի է ինչքան բլոգինգում, ինքը 2.5 տարի է, արդեն այս վիճակն է, որում որ կանք։ Իրականում ամեն մեկն է իր feed, չգիտեմ հայերեն ոնց են ասում, լենտա, դաշտը, TikTok-ի դու ինչ տնում ես, դա գալիս է նայել, թե դու ինչ ես նայել։ Եթե քո մոտ բերում է քֆուրներ կամ ինչ-որ տարօրինակ հայհոյանքով վիդեոներ, էդի գալիս է նայում, որ դու ես էդին, այ հիմա ինքը քո մոտ է էդի բերում է։ Եթե ես օրինակ իմ մոտ ընդհանրապես դες բաներ չի բերում։ Իմ մոտ չգիտեմ, ինչ-որ ամերիկական թեմու բաներ են ծախում։ Էդի գալիս է արդեն քեզնից։ Ամեն մեկը ոնց որ ունի իր այդ, ինչ են ասում, ալյանսները։ Դու ընդե ընկար այդ ակյով մոտ բերելու, ընդե ընկար այդ ակյով մոտ բերելու։ Բայց չէ, հա TikTok-ի մասան կոմենտ անողները ավելի կտրուկ են, ավելի վիրավորող են, քան Instagram-ում։ Իրանք տարբեր են ինչ որ չափով։ Որովհետև այնտեղ ավելի շատ են այսպես գաղտնազերծված, կարող ենք ասել, որ դա պատճառ է դառնում։ TikTok-ում ավելի հեշտ են սկսում քեզ հետևել, որտեվ ինչ որ փակ կամ fake page-ով են քեզ հետևում, որը օքեյ է։ Իսկ Instagram-ը արդեն համարվում է ինչ որ իրենց առանձնահատուկ բան է, որ բոլորը հետևող չեն տա։ Այտենց։ Հա, TikTok-ը ավելի մի քիչ վտանգավոր տեղ է, կոմենտների առումով, բայց դիտումների առումով իդեալական է։ Շատ լավ, ինչ ունեք ասելու ձեր հետևորդներին։ Որ ձեզ շատ եմ սիրում, որ ես երեքել եմ ստորի արել, որ կոպիտ ասած իրանք են ինձ կերտել որպես բլոգեր, իրանք են ինձ ստեղծել բլոգեր, ու ես որ հիմա փոխվել եմ ավելի ինքնավստահ եմ, դառել իմ բիզնեսն եմ ստեղծել, սա բոլորը իրանց շնորհիվ է։ Ու ինչ անում եմ ձեր համար եմ, անում երեխեք։ Ինչ անում ենք երեխեքի համար, չէ՞։ Միանշանակ։ Շատ շնորհակալ եմ ձեզ Ռուբեն ջան զրույցի համար։ Մեզ լսողներին, դիտողներին հիշեցնեմ, որ ցանցի մարդիկ հաղորդումն եք դուք լսում, իմ զրուցակիցը հումորային բլոգեր Ռուբեն Մելքումյանն էր։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաջողություն։ Հաջողություն։